Ղազախստանից Ադրբեջան, Վրաստան, Հայաստան հացահատիկի, ապա նաև Ադրբեջանից հեղուկ վառելիքի ներմուծումը կարծես թե ստվերել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։ Ադրբեջանական Գաբալայում կայացած հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովը բավարարվեց հանդիպման քննարկված հարցերի մասին զուտ պրոտոկոլային հայտարարություններ տարածելով միայն։ Հետո փոքր-ինչ ավելի ուշ հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, թե Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոտքի հանքում են ադրբեջանական եւ հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ իրականացրել։ Սոտքի հանքավայրի սահմանային հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կատարել են համատեղ տեղազնման աշխատանքներ։ Ժամի հետ զրույցում Սոտք բնակավայրի վարչական ղեկավարը հայտնեց, որ ինքն էլ տեղյակ չէ, թե ինչ աշխատանքներ են կատարվել իր ենթակայության տակ գտնվող վարչատարածքում։ Եթե հանդիպում խոսակցություն է եղել, դրա մասով ինֆորմացիա չեմ։ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, հարվածելով Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի ռազմավարական նշանակության օբյեկտներին եւ նախկինում անվտանգ համարվող քաղաքներին ու գյուղերին։ Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները հրետանային միջոցներից խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ էին վարում Գորիսի, Սոտքի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառում էր նաեւ ԱԹՍ-ներ։ Այդ ժամանակ Հայաստանը կൂട്ടականից մինչեւ ներքին հանդ ռազմավարական ու մարտավարական բարձունքների կորուստներ ունեցավ։ Ըստ քարտեզագրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանը Սոտքում եւս տարածքային կորուստներ է ունեցել։ Որոշ բաներ կա Սոտքի մոտերը, որոշ տեղեր իրենք գրավել են, այո։ Հանքը երկու երկրի հողամասի մեջ է, մեկ մասը Հայաստանի, մեկ մասը Ադրբեջանի։ Մուտքը Հայաստանի տարածքից է եւ ադրբեջանցիները կարծեն ուզել են այդ մասը գրավել։ 2021 թվականի մայիսի 12-ի դեպքերն է, որտեղ ինչ-որ խնդիրներ եղել, դրանց մասը բոլորը տեղյակ են։ Հայտնի չէ, թե օրինակ ինչ աշխատանքներ է տարել հայ-ադրբեջանական հանձնաժողովը Հայաստանի հարավային շրջաններում, կամ ընդհանրապես աշխատանք տարվել է հարավային ուղղությամբ։ Մեկ ամսից ավելի ժամանակ է անցել փոխվարչապետ Գրիգորյանի հայտարարությունից այն մասին, թե իր գործընկեր Մուստաֆայևի հետ միասին այցելել են հարավ եւ Ադրբեջանի տարածք։ Փոխվարչապետը հայտնել է, որ դա հիմնականում կապ ուներ Թրիփի հետ, սահմանազատման հնարավոր ֆրագմենտների եւ գործընթացի հետ։ Ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան եւ դիրքից կախված որ հատվածները մենք պիտի սահմանազատենք։ Այն մասը, որ ճանապարհը Ադրբեջանին է միանում, մյուս կողմը, որ ճանապարհը Նախիջևանին է միանում, այդտեղում գոնե 5-6 կիլոմետր պետք է անպայման նախ որպես առաջին հերթին տեղը սահմանազատվի, որ իմանանք, եթե սահմանը կա, գոյություն ունի, ճանապարհը աշխատելու է, ապա շրջապատվելու, ապա կողմերը իրենց անցակետը եւ իրենց մաքսակետերը որ գծի վրա կառուցեն։ Սյունիքը հիմա աշխարհի ուշադրության կիզակետում է։ Արևելքը արևմուտքի միացնող ճանապարհից, Սյունիքով Թրամփի ուղով անցնելիք ճանապարհից գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է իր համար շահաբաժին պոկել։ Ինչ կմնա Հայաստանին եւ արդյոք հաշվի կառնում են հայկական կողմի առաջարկները։ Հայաստանի հարավում կարևոր նախագծերի իրականացման ժամանակ քաղաքագետ վերլուծաբանները վատատես են։ Նրանք կարծում են, որ Հայաստանի հարավի հետ տեղի է ունենալու այն, ինչ կատարվեց Արցախի պարագայում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։